Այսպիսի հետաքրքիր ժողովրդական ասացված կա, ասա քո ընկերն ով է եւ ես կասեմ թե դու ով ես։ Այս ժողովրդական ասվածվածքի մեջ շատ խոր իմաստ է դրված։ Այս ասացվածքը հասկանալու համար մենք պետք է նախ հասկանանք ինչ է ընդհանրապես ընկեր բառը։ Ընկեր նշանակում է ընդգեր։ Ընդգեր հետը հացկեր։ Եվ հայ գիտակցության մեջ կա չէ։ Ասում է իրար հետ հաց ենք կիսել, երբ որ իրար հետ հաց են կիսում, կարծես ընկերանում են։ Բայց իրականությունից շատ ցույց տալիս, որ մարդիկ իրար հետ հաց են կիսում, իրար հետ թշնամանում են երբեմն։ Գուցե իրար հետ հաց կիսեն, իրար սպանեն, իրար կռվեն կամ հաց կիսելուց հետո խմեն հարբեն, դուրս կամ սկսեն ծեծել կամ անգամ հարսանիքի ժամանակ ինչպես ցավոք սրտի ես որ իրականություն տեսնում ենք հարս, փեսա, աներ, զոքանչ, չգիտեմ, իրար հելեն մորթեն, լինում է այսօր այդ կյանքում, այս իրականության մեջ։ Այսինքն հասկանում ես, որ ընկեր բառը մենակ հաց կիսելով չի ավարտվում, մենակ այդ հաց կիսելով այստեղ շատ խոր իմաստ կա։ Ընկեր նշանակում է միասին ճանապարհ անցնել, միասին հաց կիսել, հոգևոր հաց կիսել, միասին աղոթել, միասին Տիրոջ մարմինն ու արյունը ճաշակել, միասին տխրություն եւ ուրախություն տեսնել։ Կյանքի ընկեր ենք չի ասում ամուսիններին, խենք ասում կյանքի ընկեր, որտեղ կյանքում ամեն տեսակի իրադրություններ են լինում, ուրախություն է լինում, տխրություն է լինում, լավն է լինում, վատն է լինում։ Գիտես օրինակ հայ իր գիտակցության մեջ տխրությունը կիսել ավելի հեշտ է, քան ուրախությունը։ Հայ ավելի հեշտ տխրությունն է կիսում, քան ուրախություն։ Պողոս Առաքյալն ասում է ուրախացողների հետ ուրախանալ, տխրողների հետ տխրել։ Երբեմն մենք տխրողների հետ ավելի հեշտ ենք տխրում, ներսից ասում ենք ինչ լավ է, որ քո գլխին էս բանը եկավ, հա, չարություն կա մեր մեջ, հա։ Իրական իբր թե տխրում ենք, լացելու տակ ուրախանում ենք, ինչ լավ է, որ ասենց եղավ, չենք տխրում։ Բայց ուրախացող հետ չենք կարողանում ուրախանալ։ Նախանց կա, չարություն կա, բարիք որ լինում է մարդկանց մեջ, մարդկանց համար, մենք չենք կարողանում, տեսեք, Ադամն ու Եվան իրար հետ ուրախություն չկարողացան կիսել դրախտում ընդամենը մեկ օր, միգուցե կամ հələ ավելի քիչ։ Աստված տվել էր, որ հավերժ ուրախ լինեին Ադամն ու Եվան իրար հետ։ Առաջին դրախտի ընտանիքն է, չէ՞։ Բայց մի օր չկարողացան ուրախություն իրար հետ կիսել։ Վայել էլ դրախտին այդ երևույթին։ Իսկ 930 տարի տխրություն կիսեցին, 6000 տարի դժոխքուն տխրություն կիսեցին։ Տանջվեցին, չարչարվեցին։ Հա, տարան այդ բեռը։ Մարդկությունն էլ տանում է այդ բեռը, բայց ուրախություն դժվար են կիսում։ Սա շատ խոր իմաստ կա։ Ընկեր նշանակում է ամեն ինչի ուղեկից, ասում են ընկերը ճանաչում է գործի մեջ, չէ, երբեմն ասում են, երբեմն աշխատանքի, նյութի, շահի մեջ էլ, եթե դու ուզում ես ճանաչես ընկերոջդ, այստեղ պիտի ճանաչես։ Եվ այն ընկերը, որ մեղքի ընկեր է, հա, լավ չի այդ ընկերությունը։ Մեղքի ընկերություն չի, դա չար ընկերություն է, դե քանդվի այդ ընկերությունը, որտեղ սատանան է մարդկանց միավորում, որպեսզի մեղք գործեն։ Ավետարանում հետաքրքիր մի բան հատված կա Ղուկասու ավետարանում, երբ որ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսին տանում են խաչելու, ասում է այդ օրերին Հերովդեսն ու Պիղատոսը ընկերացան, մինչև այդ թշնամի էին։ Ինչու ընկերացան Հերովդեսն ու Պիղատոսը, ասում է Սուրբ Տաթևացին, որտև Քրիստոսին պիտի խաչեին։ Երկուսի որոշումով պիտի լինել տեղի ունենալ Քրիստոսի խաչը, վերջնականապես Պիղատոսն էր, բայց Հերովդեսն էլ
մասնակից եղավ Քրիստոսի խաչելությանը։ Մինչև այդ թշնամի էին, բայց չար գործի համար միաբանվեցին։ Այդպես էլ ասում է դևերը, ասում է իրար հետ շատ հակառակ են, ասում է նրանց մեջ չկա միաբանություն, ասում է իրար մեջ բաժանված թագավորությունը կկործանվի, դա սատանայի իշխանության մասին է խոսքը։ Իրար մեջ բաժանված են, իրար չեն հանդուրժում, բայց երբ որ մի բարի գործ պետք է խափանեն, մի բարի մարդու պետք է տանջեն, չարչարեն, մի չարիք պետք է գործեն, ասում է խիստ միաբանվում են։ Ճիշտ այդպես էլ տեսնում ենք մեր կյանքում իրականությունը ոնց է։ Երիտասարդները ինչ որ մեղք գործելուց մեկ էլ կտեսնաս կմիաբանվեն, հա։ Խիստ միաբան կլինեն էսի ան։ Խիստ կմիաբանվեն կամ ինչ որ մի գայթակղության մեղքի հետև գնալուց ընկերություն կանեն, կմիաբանվեն, բայց երբ որ ասես եկեք գնանք միասին ընկերներով պահքը պահենք 50-օրյա, աղոթք անենք, եկեղեցի գնանք, պատարակների մասնակցենք, չէ, ցուլանում են, ձանձանում են, անհետաքրքիր է, բայց վատ տեղեր միաբանված կգնան, տեսնում եք, չարը ոնց է մարդկանց չար ընկերությանը ուժ տալիս, իսկ բարի ընկերությունը խանք խափանում, որտեղ բարի ընկերությունը շատ հզոր սենք։ Ավետանում մեր Տերն ասում է 2-3 հոգի իմ անունով հավաքված լինեն, ես այնտեղ իրենց մեջ եմ։ Քրիստոսի անունով հավաքված, այսինքն միաբանված թող լինեն, սիրով թող միաբանված լինեն, եւ այնտեղ Քրիստոս իրենց մեջ։ Եթե սիրո միաբանության թշնամինով է սատանան, չի թողում, որ սիրով միաբանվեն։ Ուրեմն բարի ընկերությունը դա է հավիտենական ընկերությունը, հավիտենական կյանքի ընկեր են, թե ամուսինները, թե Քրիստոսով եղբայր քույրերը, այսինքն բարի ընկերությունը վերածվում է հոգևոր եղբայրության։ Մենք Քրիստոսով քույր եւ եղբայրու ենք։ Ավետանում Պողոս առաքյալն ինչ է ասում, ասում է. Ի Քրիստոս Հիսուս չկա տարբերություն հրեայի, հեթանոսի, ծառայի, ազատի, արուի, երգի, որտեղ բոլոր տեր մեկ եք Քրիստոսով։ Այսա իրական ընկերությունն է, որ դառնում է հոգևոր ազգակցականություն։ Մենք Քրիստոսով ազգակից ենք, բարեկամ ենք, բոլորս էլ երկնավոր հոր ժառանգենք, Քրիստոսին ժառանգակից, Սուրբ Հոգու տաճար մկրտության ավազանից։ Այսպես մենք միավորվում ենք, բայց եթե իրապես միավորվում ենք, ուրեմն թող մեր ընկերությունը դառնա եղբայրություն եւ լինի հավիտենական։ Ամեն։